Տիրոջանն մեծարվեսելներ մենք շատ էլ այսօր փոքրիկ ենք, բայց դա կապ չունի Աստծո սրբության հետ, արթնության հետ, մենք գիտենք, որ ուրախության պատճառ կարա լինի մեկն էլ, եթե երկրի վրա ապաշխարի, որովհետև մեկն էլ կարևոր ընդունելի է Տիրոջն, եթե մեկը մի հոգու դարձի բերի, Գիրքն ասում է մեծ մեղքերի բազմությունա ծածկում մի հոգի կորստից ազատում է, շատ նշանակություն ունի Աստծոյի մոտ մի հոգի դուն, ամեն մեկս էստեղ, մեկս մեզ անարժան չհամարենք, եթե բերել է մեզ այս վայրը, եկել ենք, ուրեմն մենք կարևոր ենք Աստծո համար այն աշճանի, որ մեր մազերը հաշվված է, ասում է Տիրոջն խոսք եւ մենք գիտենք Աստված 99-ին թողնում է մեկի պատճառով ու գնում է նրա հետև որ գտնում է ուրախությունա կազմակերպում ասում է Տիրոջն խոսքը այդքան Աստված ուշադիր է մեր վրայով սներ ես ուզում եմ մի քանի բան մեջս կա վերաբերող այսօր Աստծոյի հետ կապվելուն Տիրոջն հետ որովհետև Տեր ուզում է այսօր մենք իր հետ ամեն մեկերս անհատական անձնական կապ ունենանք, հարաբերվենք, տանք առնենք իր հետ, զրուցենք, աղոթք հենց սա է, եւ շատ քիչեր այսօր ունեն իրանց ներքին սենյակը, մարդիկ համաձայն են խմբովի, համաձայն են ամբողջ եկեղեցով, մարդ հետ տեսակ է, միշտ ուզում է ինչ որ մարդկանց միջոցով, միջնորդներով, բայց Երանի նրան ում Աստված ընտրեց եւ իրեն մոտեցեց, խոսքը անհատների մասին է եւ մեզ Ավետարանը կոչանում, որ մենք ինչ անենք Աստծուն, մոտենանք Աստծուն եւ նա խոսք է տվել, նա ձեզ կմոտենա։ Երանի նրան եւ Սուրբ Գիրքն ասում է, որ նաեւ թող բարձրանա սրանով բարձրանա, որ զիշ ճանաչում է, որ ես եմ Տերը։ Մեր բարձրանքը սրա մեջ ասելներ, որ ճանաչենք Տիրոջը եւ Աստված այնպես է կազմակերպել, որ պստիկից մինչեւ մեծը կարան ճանաչեն, հանդիպեն Տիրոջն, արյու տես արարածը արարչի հետ հանդիպի եւ սա փաստ է եւ սա ավետարանն ասում եւ սա ուզում Աստված եւ բացա ճանապարհ ասելներ մոտենալու Աստծուն որտեւ վարակույրը պատրվեց դրա համար եւ բացվեց ճամփան դեպի սրբության սրբոցը դեպի Աստծո ներկայությունը եթե մեկ իր անձը մաքրի անարգ բաներից նա կլինի պատվական անոթներ չէ անոթ իր Տիրոջը պիտանի ամեն բարի գործերի համար պատրաստ ես մեկ ինչից է կախված մեր անձերը մաքրելուց եւ Աստված կնդրի ու կմոտեցնի եւ մենք կարող ասենք դա Աստված ընտրել է արդեն իր այնները եկեղեցում էլ ընտրել ոչ Տերը կարա քեզ բարձրացնի ավելին եթե դու այսօր տրվես ընծայվես եւ միջալուց ասեմ եթե մեր սորտերը այստեղ չի մենք էլ այստեղ չենք մեր սորտերը որտեղ է մենք այնտեղ ենք մեր անձերը քննենք տեսնենք նույնիսկ կարող ենք մենք այստեղ լինենք մի երեխու վրայով վկայում են որ սա կանգնում խանգարում է եւ ասում է ժողովին գալիս են ավակներ սա նստեցնում զորով հավաքույթին մեկ երկու այս երեխեն ասում է շատ էլ նստացեցին ես կանգնած եմ մեկը ես կանգնած եմ ինչ է կատարում մեր ներքն աշխարհում միջուկում իրապես մենք ճշմարտապես մենք պատկանում ենք Աստծուն սիրում ենք զինք լեզվի պատասխանը սա հլադերի քիչ ասելներ տրամադրությունները հլադեր բան չի ասում Աստված սրտեր քննողը եւ գիտի մեր միջուկում ինչ կա ինչքանով ենք մեր ներքին սենյակում առանձին դուրը ծածկում եւ նրա հետ հարաբերվում ինչքանով ենք զինք ճանաչում շատ կարեւոր է կրկնում եմ Սուրբ Գիրքն ասում է թող նա բարձրանա նրանով ով զիշ ճանաչում է որ ես եմ Տերը ճանաչելը այլ բան է հանդիպելը խոսալը կիսվելը պապուտնի այդպես մի բան է բայց նստել ընթրիք անել հայտնության Գիրքն ասում է եւ սա խոսում է անհատի հետ ինչպես Տերը խոսած անհատի հետ եւ Պետրոսին ասես դուն արի իմ հետևից սա կոչ է մենակ չասենք որ ժամկետ անցա սա վերաբերում է Պետրոսին ոչ ամեքից վերաբերում է չհավատակ մեկ իր անձը մաքրի իր սիրտը պատրաստի մոտենա Աստծուն ու Աստված մերժի նրան կապ չունի Եվ Սուրբ Գիրքն ասում է, չէ, շատ հետիններ առաջին կլինեն, առաջիններ հետին կլինեն, շատ առաջիններ լիդերներ հետ կգնեն,
բայց շատ հետիններ, որ դու հետ չես պատկերացնի, մեկ էլ կտեսնես, որ ամբիոնի հետև արդեն քալոզումը, թեպետ սրանով չի հոգևորությունը, որ ճանաչվում, սներ գնահատվում, որ եթե մեկ այսօր քալոզի չա, էտա որ կա, Աստված գիտի մեզ սրտերի մեջ ինչ կա, մի քիչ առաջ ինչով էինք զբաղվում, մինչև այստեղ ամբիոնի հետևը գալ եւ մեր խշպտանքը արդեն միգուցե խանձված եւ մեզի թվում է թե Տերը մեզի օգնի, որ մենք խրատ ընդունող լինենք։ Ես երեք եղբայրներին ասեցի, որ նստեցի մի անգամ այդ ավտոբուս, մտածեցի, որ վեշով շուտ, ասի բարձանա վերև, բայց չգիտեի, որ նստել եմ բանը 5 համարը։ Այս թազ ավտոբուսներ նստելա տեղ կա, չէ, որ հենց որ նստում ես, բացում ես նստում ես, իջնում ես, կանգնում ես, փակվում է նստելա տեղը։ Մտամ առաջ գնացի մեկի տեղը գցելու, եկա որ նստեմ, վերգնելու աստիճան եղա տեղ, լավ ժողովրդի քիչ էին այդտեղ։ Հիմա մտածում եմ, մտքերը ինչու Տերը թույլ տվեց, ինչու պատահեց, ընդհանրապես լավ բան է, եղբայրներ քույրեր, որ մենք ճշտվենք, ինչու էս բան ինձ հետ պատահեց, էս դեպքը, ինչու ընկա հիվանդանոց, ինչու ինսուլտի ինֆարկտի հասա, ինչու իմ աղոթքս վերև չի հասնում, ինչն է պատճառը, երևույթը ինձ հետ Եվ մեկ էլ տեսնամ ավտոբուսն անցկացավ սանային կայանա գնում, այն ես պասիլոկ եմ գնում, մտածում այս սրա համար Տերը թույլ տվեց, որ այսօր ես գնում, տես մի թույլ գտամ հանդիմանվես, այսօր ես ինչ ավտոբուս ես նստել, գնացի պտտվեցի հետ եկա եւ փառք ենք տալի Տիրոջն, որ սրանից մենք չենք նեղվում, հապա Տերը ում սիրում է ինչ անեմ, մենք մտածում ենք սրանım դե մի ինչ կա էլի, բայց ոչ, մեր կյանքում ամեն դեպք երևույթ լրիվ նիստ ուկած հաշվի առնվում Տերը սրանով մեզ խրատում է, որ մենք ավելին ուշադիր լինենք, որ մենք հանկարծ չլինի, որ երրորդ համարի տեղը 5-րդ համար նստենք, որ տեղ չի հասցնեմ, քո տունը չի տանեմ, ուրիշ տեղ տանեմ։ Մեծարվի Տիրոջ անունը Հիսուսն ասաց չէ, որ դուք չեք ուզում դեպի ինձ գաք, որ կյանք ունենաք։ Ադամը Եվան խուսափում էին Տերիցը։ Ես կարծում եմ պատճառ եւ մենք տեսնում ենք շատերիս կյանքում, որ գալիս է չկամություն, որ գալիս է արդեն ձանձրույթ, որ գալիս է արդեն հետ քաշվել, սա գալիս է մեր մեղքերից։ Չէ՞ Սուրգիրքն ասում է, ձեր մեղքերը ձեզ թույլ չեն տալի դեպի ինձ գաք։ Պատճառը ուրիշ մեկը չի սնը, մենք որ վերագնում ենք սրանան, երբեք մեր մատը մերվա չենք ուղի, ինչպես Փարիսեցնի աղոթքի մեջ սրանան մեղադրում էր։ Մաքսավորին մեղադրում էր, բայց իրան չէր մեղադրում, եւ Աստված սա է ուզում, չէ, ասում է, միայն թե ճանաչիր քո մեղքը։ Ձեր մեղքերն են արգելում ձեզ դեպի ինձ գալու։ Տիրոջ գիրկը միշտ բաց է։ Տիրոջ գետը լիքնա ջրով ասում Աստվածաշունչը, բայց շատերը այսօր չորացել են ջրի պակասության պատճառով, որ ինչպես Եզեկիելի մեջ մենք կարդում ենք, ասում ենք, Տերը թողել է երկիրը, Տերը չի տեսնում։ Էլ Տերը ոնց որ չկա մեր կյանքում, բայց Տերը մարգարեին ցույց տվեց, թե ինչով են զբաղված տվյալները եւ ասեց ավելի արի վատ բաներ ցույց տամ սրանց կյանքում, փակչած սրանց, ինչով են զբաղվում, ծերերը, պատվալներում, ծածուկ տեղերը եւ մեր Աստվածը գտնում է որտեղ ծածուկում, ծածուկը տեսնում է ասում է Տիրոջն խոսքը Դա համար հիմա ձուկը ջրում է, մենք չգիտենք այսօրով ինչ կյանքով ապրեմ, ինչ վիճակով էս վայրը եկել, եթե ամենքս էլ սրբության աստիճանի վրա կանգնած էս վայրը գան, կարծեմ թե այստեղ լույսերը շատ կլինի, ինչպես Գործ Կարաքելություն ասում է, որ Պողոսը քարոզում էր, գիրքն ասում է Վերնատան շատ լույսեր կար։ Ես կարծում եմ շատ հավատացյալներ կային, որոնք լուսատու էին, սրբության մեջ էին, մաքուր էին, ըստ այնմ լույսերը շատ էր։ Եվ ես լույսի վրա կարծեմ, թե մարդիկ, որ խավարի մեջ են, լույս կտեսնեն ու կգան, մարդիկ այդ լույսը ուզում են սնել։ Մեզանից շատ բան կա կախված, մեզ գիրքն ասում է, չէ մենք պետք է լինենք աղ եւ լույս։ Այո, Ադամը Եվան կարծեմ, թե սներ թաքնվում էին, մեղքի պատճառով այդպես էլ կար, չէ։ Տեր ուզում էր հանդիպի, Տերը սրանց հետևից մաներ գալի, Տերը սրանց հետևից գնացել էր, բայց սրանք թաքնվում են, պատճառը մեկ բան էր, իրանց մեղքերը, աննազանդությունը, իրանց ասուն հագարակ, արարմունքը, չէ մենք կարդում ենք նաև Սարի վրա ինչպես անցած ժողովին հիշատակվեց, մենք կարդում ենք Ելից 20 գլխի մեջը, 19 համարից Սուրգիրքն այսպես ասում, եւ ասեց Մովսեսին ժողովուրդը,
Դու խոսիր մեզ հետ եւ մենք կլսենք, բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմահանանք։ Եվ Մովսեսն ասեց ժողովրդին. մի վախեք, որովհետև Աստված ձեզ փորձելու համար է եկել այնպես, որ նրա վախը ձեր առաջին լինի, որ չմեղանչեք, եւ ժողովուրդը հեռու կանգնեց։ Խաբված էին։ Մովսեսն ասեց մեկ վախենա, ինչպես որ շատ հավատացյալներ ասել, ես չգիտեմ ինչն է պատճառ, ինչն է արգելքը, չեն ուզում Աստծուն քիփ մոտենան, ավելին մոտենան, ճանաչեն, լեցվեն Սուրբ Հոգով, շատերը այդ փորձառությունը չունեն ասել։ Եվ այն որ Սուրբ Գիրքն ասում է հիշին որտեղից ընկար, կարծեմ թե սա նկատնի, որ բա դուն չէր որ Սուրբ Հոգով լեցվում էր, դուն չէր որ մեջ այդ օրներգություն սաղմոս էր, այդ դուն չէր որ կես գիշերին աչքերդ բացում էր, մտածում էր Աստծո օրենքի վրա, որին դու հավանել էր քո հոգով, այդ դուն չէր։ Եվ շատերս այսօր տվել են մոռացության, թշնամին քիչ կամած իջեցնեմ, եթե խարիզմատիկ չի սարքում բապտիստ։ Էլ ոնց որ Սուրբ Հոգու ներկայությունը, ազդեցությունը, օծությունը այդպես քո կյանքում չերևա։ Հավատում ենք, որ մկրտված ենք եւ վերջ, բայց Տերը առաջարկում է քայլեր իրեն մոտենալու, իրան ճանաչելու։ Այս ժողովուրդը վախեցավ, ասեցին Մովսես, դու Աստծո հետ խոսա, մեզ փոխանցի։ Մենք չենք կարող այդ ձայնը, կարծեմ հետ ժողովուրդը մեղքի մեջ էին։ Ոչ էլ ամբարիշտը արդարների ժողովքի մեջ ասում է Տիրոջ խոսքը, ամբարիշտ մարդը այս վայրը կգա 1-2, հետո քիչ հետ կքաշվի։ Սա իր տեղը չի։ Եվ Աստված էլ օրը կգա, դռները կբացի սրա համար, լայն դռները, լայն ճանապարհի, եթե սա չապաշխարի, որտեղ Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է։ Այն երկիրը որ շատ անգամ իրավա ջուր ընդունել, անձրև ընդունել, բայց պտուղ չի տալի անեցքի ենթակա է։ Այն հավատացյալները, որոնց վրա շատ անգամ այս անձրևները իջելա, ժողովներ մասնակցել են, գրքեր ունեն տանը, բայց չեն բացում։ Պետք է աղոտ կանեն, բայց բերանները չի բա, ես նկատել եմ շատ ժամանակ ժողովրդիկ կան կանգնում են ու այդպես դրոք միշելը։ Չի բացվում բերանները, որ կանային Սուրբ Գիրքն ասում է, չէ, կանչեք, ու ես ձեզ պատասխան կտամ, աղոտ կարեք, թակեք որ բացվի, խնդրեք որ տրվի, փնտրեք որ գտնեք։ Մարդիկ չեն հավատում եւ գալիս են դատարկ եւ գնում են դատարկ, բայց որ Տիրոջ անունը կանչում են եւ Սուրբ Գիրքն ասում է, չէ, եւ նեղության մեջ եղբայրը որ վատացել էր, ասում է ժամանակ, ասում է ինձ ոնց որ անկախ կանչում էի Տիրոջը, դա բարի բան ասներ, որ մենք նեղության ժամանակ մեր Աստվածը նեղության Աստված է եւ հարեհաս Աստված է, մեր նման չի, նույնիսկ Սուրբ Գիրքն ասում ավետանը, եթե դուք չհավատաք, էլ նա հավատարիմ է, ինքն իր անձը չկրնար ուրանալ, նա հավատարիմ ինչու, մեր մեջ ապրում է, մեզ հետ է, ամակ ունի մեր վրա, Աստված մեր վրա ամակ ունի, եւ հենց նենց մեզ բաց չի թողնում գելի բերանը տալի, հերվից էլի հսկումա, էլի թույլ չի տալի թշնամին սահմանն անցնի, առանց գնա հույսա կապում, միգուցե օրը գա տարին թեկուզ, մենք նորից դառնանք Տիրոջն։ Հույսա կապում մենք տեսնում ենք Աստծո խոսքի մեջ ասես քանի տարի է գալիս եմ, այս սառը պտուղ չի տալի, դատարկ գալիս, դատարկ գնեմ, չորացած է, չորանալու վրա է, կամել, ցավոք, չի փոխվում։ Գիտեք, այդպես էլ գաղջ, թին գնատվել, այդպես էլ համակերպվել է, այսպես է լավ է, գնամ լսեմ, տուն գնամ նորից իմ հոգսերին, գնամ լսեմ գեղեցիկ խոսքեր է, տուն գնամ նորից իմ խոսքերին գնամ, չկա քարը քարի վրա դնել, չկա փոփոխություն, չկա տարբերություն, այնին Սուրբ Գիրքն ասում է, որ մենք պետք է աճենք, օրեցօր պետք է աճենք սներ, հասնենք Քրիստոսի նման հասակին, որ մենք պետք է փոխենք զգայանները, արդեն պետք է վարժվի չարը բարից, անարգը պատվականից զանազանելու, մենք արդեն պետք է լինենք կատարյալ լինենք, հասնենք կատարյալին սներ։ Մենք վրիպումներ էլ չպետք է ունենանք, Սուրբ Գիրքը մեզ կոչանում ասում ալ մեղք մեկ գործի, մենք պետք է հասնենք դրան, սերմը մեր մեջ ապրի, ու մենք էլ մեղք չգործենք, կարող ասենք, եղբայր, ինչպես կարելի է մեզ զորացնող Աստծմով ամեն բան կարելի է հասնենք այդ աստիճանին։ Այո, սրանք մեղավոր ժողովուրդ են։ Եվ Մովսեսին ասեցին, դու խոսա Աստծո հետ,
Դու ունես արժանինքներ, բայց չգիտեն, իրանք էլ ունեն, բայց չէին գնահատում։ Իրանք էլ են ստեղծված, իրանք էլ են Աստծո կողմաներ, իրանք էլ են Աստծո ժողովուրդ։ Շատ էլ Մովսեսը լիդեր էր, բայց դա կապ չունի։ Տերը այսօր ուզում է, որ ամենքսելներ, ամենքսել։ Պատճառը որ մեկներ, մեղքը, վախը, ես կասեի նաև խաբվածությունը։ Սանց խաբվածությունը, որ Մովսեսը միջամտեց եւ ասեց, մեկ վախենա, ու դե մեջները վախել կար։ Մեջները վախել կար։ Եղբայրը ասեց վախի, բայց խոսքը վերաբերում է սուրբ վախին։ Աստծո վախը սուրբ կմնա հավիտյան, ասում է Տիրոջն խոսքը։ Բայց վախեր կան, որոնք տանջանքի ենթակա են։ Մթից վախեր կալ, մարդկանցից վախեր կան, Սուրբ Գիրքը մեզ կոչ անում, մարդկանցից մեկ վախենա, կամ նրանց ահից մեկ վախենա։ Շատ բան չեն կարող անեն, այսինքն հեչ բան է մեր մարմինը սպանելը։ Էականը սա է, որ մեր հոգին գեհեն չընկնի, մարմինն էլ մեր հոգին էլ, որ է հաջողացնում Աստված։ Փառք Տերը, այդ դռները երկնքի մեզ համար հլադեր չի փակել, բայց օրերը կգան, բայց ոմանց համար մենք տեսնում ենք դռները փակվեց, շատ էլ ծեծեցին, կանչեցին, բայց ինչ ասեց Աստվածային պատասխանը, ձեզ չեմ ճանաչել, թվում է թե երկրասաղս էլ ճանաչված ենք, բայց այդտեղ ասում է, չեմ ճանաչել սրանց, ձեզ չեմ ճանաչել, որտեղից եք դուք։ Ուղղակի Տերը հերվից հսկում է, միգուցե, այո, այս ժողովուրդը ասեցին, էլ չլսենք այդ ձայնը։ Տեսնում եք, ասեցին Աստծո ձայնը, էլ չլսենք։ Հա մենք պատրաստ ենք, մենք համաձայն ենք հրյա լինել։ Մենք Մովսեսին ընդունում ենք։ Մենք համակերպվել ենք անապատում։ Մենք զոհեր կանենք, աղոտ կանենք մեր Աստծուն։ Մենք Եհովայի ժողովուրդն ենք։ Բայց նույն Եհովային ասեցին, որ չլսենք այդ ձայնը, չենք ուզում լսել, չենք կարողանում լսել, ի վիճակի չենք լսելու։ Եվ մենք տեսնում ենք շատերը, եւ Աստված չհավանեց շատերին, շատերը կործանվեցին, ոնց որ թե մեկնարկը այստեղից տրվեց, սկիզբը այստեղից դրվեց։ Սանց Աստծուց հեռանալը, մերժելը, ոնց որ Հիսուսի դեպքում ինչ ասեցին հրյաները, քահանապետերը, եւ որ Պիղատոսը հարց դրեց, ասեցին, մենք Կայսրից զատ ուրիշ չունենք մեկը։ Կայսրից զատ ուրիշ, գիտեք ինչ կատարվեց այդ դեպքում, Կայսրի ոգին եկավ է ժողովրդի վրա, Քրիստոսի հոգին հեռացավ ստերից։ Ում հպատակվում ես, ում խոնարհվում ես, ում ընդունում ես, նրա ծառան ես։ Եվ Տերը իզուր չէր, որ լացեց Երուսաղեմի հրյաների վրա։ Տերը մեզի մոտեցնի իրեն, բայց պիտի հոժարենք, բայց հայտ ներկայացնենք, բայց համաձայն լինենք, բայց աղոտ կանենք, բայց տքնենք, բայց պրպտանք, բայց նորից պրպտանք, եւ մեր Աստվածը վերջի իտոք կհաջողացնի սելներ։ Մենակ մի բան կարա, կրկնում եմ, դա մեղքը, դա հանցանքը, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, որ նրա ականջը չի ծանրացել Աստծոյի։ Հապա ձեր մեղքերը, ձեր հանցանքները ասում է, անոր երեսը ձեզանից ծածկեցին։ Նա ձեռքը չի կարճացել, նա ականջը չի ծանրացել։ Աստծո ձեռքը միշտ երկար է, նա ականջը միշտ բաց է։ Բայց Սուրբ Գիրքն ասում է, այսինքն պատճառը ձեր մեղքերը, ձեր հանցանքները, որ պատեղան, ես այդ օրինակը մեկ քրոջ ամուսնու ասեցին, չէ, որ ասում է երազում տեսնում էր ինքը չի հասկանում։ Պատեր, տեսնում է Հիսուսը պատի են կողմն է, ես ես կողմն եմ։ Ասում է զգում էի, համոզված էի Հիսուսը պատի են կողմն է, ես ես կողմն էի։ Ու ասում է մեր արանքը պատ կար, եւ ինքը չի հասկանում պատ այդ որ մեկն է։ Այդ պատն է, որ շատերին արգելում է այստեղ գան։ Այդ պատն է, որ շատերին անձևները կտրեցնում այլակյանքում այդ օրհնությունները։ Այդ պատն է, որ ընտանիքը դարձի չի գալի, ընտանիքներին բաժանություն է, պատճառը մեղքն է։ Օգնի մեզ Աստված եւ զինք մոտեցնի, կրկնում եմ Սուրբ Գիրքն ասում է, երանի նրան, ում Աստված կընտրի,
եւ իրան կմոտեցնի։ Իսկ նոր կտակարանա համատարած ամենքս ընտրված ենք։ Եթե կանչված ենք, սա մեր բաժինն է։ Եթե ընտրված ենք սելներ, էլի մեր բաժինը այսօր դու կարաս լինես ընտրված, քեզանից կախված։ Տերը ասել է, մեկն միշտ ամեն ինձ եկողին ես դուրս չեմ անի։ Ամեն ինձ եկողին ես դուրս չեմ անի։ Ուզում ես ընտրված լինես, պահիր Աստծո պատվիրանքները, քո անոթդ մաքրիր եւ պատվական եղիր, եւ Տերը քեզ կմոտենա եւ քեզ մեծամեծ բաներ կսորվեցնի, որ դու հլա չգիտես, ասում է Աստվածաշունչը։ Ոտքի վրա գանք սներ։ Մեր աղոտ աղաչանք, մեր հայտը ներկայացնենք, հայտը Տիրոջը, ասենք Տեր, մենք համաձայն ենք, մենք ուզում ենք, մենք հոժար ենք։ Մեզ քեզ մոտեցրու, մեզ քո մեջը տար, կոչանում Սուրբ Գիրքը, որ մենք կարող ենք մտածենք, ասենք, ես ինչ այլաբանորեն բան ասում է, իմ մեջ ես կացեք, ես էլ ձեր մեջ, շատ պտուղ կբերեք, կարող է ոմանքս չենք պատկերացնում, ինչ այդ փորձառություն չունենք, երբեք չենք եղել Աստծո մեջը, ինչքան ապահովություն, օրհնյալը հրաշալիա լինել Աստծոյի մեջը, եւ Աստված մեր մեջը, մենք կրում ենք կենթանի Աստծուն, լավ հիշենք, ուշադիր լինենք, զգուշ լինենք, մեր պատճառով չընդ անարգվի, կրում ենք կենթանի Աստծուն։